Երևանցիներն են այսօր նայելու այս տեսանյութը հաստատ, իրենց կարոտները կառնեն էստեղից, Մաշտոցի պողոտայում եմ գտնվում, բարձրացել էի մատենադարանի մոտ ատամներս կատե անելու, կատեին ուղարկվեց բժշկին, բժիշկը մինչ կկարդա, եթե այսօր կկանչի, ուրեմն կբարձրանամ, տեսնեմ ինչ են ասում, եթե ոչ կմնա վաղը, և այս հաճելի տաք եղանակը վայելելով, ընկերուս հետ առաջ ենք շարժվում դեպի քաղաքի կենտրոնը, տեսնում եք Կոմիտասի պուրակը ինչքան մաքրվել է, շատ պայծառ եղանակ է, գնանք առաջ, տեսնենք որտեղ է հարմար, նստենք միտեղ թե սուրճ խմելու, թե հետաքրքիր զրույց վարելու, որոշեցինք այս կողմով իջնել դեպի Հյուսիսային պողոտա, օպերայի բակով առաջ կթեքվենք և տեսնենք, մնացեք մեզ հետ և տեսեք, թե ուր ենք գնում, վայելեք երևանյան այս տաք ու հաճելի օրը մեզ հետ միասին, դե ձեզ համբերություն այս տեսանյութը դիտելու համար, գնացինք։ Ահա և Թումանյանի արձանը և միտքը մեր փոխվեց, գնում ենք դեպի այս աջ կողմից բացօթյա սրճարանը, հիմա շրջեմ և տեսնեք, թե ուր ենք գնում, օքսիժեն, գնացինք դեպի աջ, ողջույն ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորը Ժորժան այսօր արդեն եկել եմ Երևան ատամիս հետ կապված գործերով, գնացել եմ, կատե եմ արել, արդեն բժշկուհուս հետ խոսել եմ, վերջացել եմ, հիմա եկել ենք օքսիժեն սրճարանը, ընկերուս հետ նստել ենք, հաց ենք ուտում, սուրճ խմենք, մի քիչ զրուցենք ու արդեն տներով, վաղը նորից գալու եմ Երևան, արդեն նայվի տեսնենք պլանտ եմ անում, թե պլանտ չեմ անում, այդ գործերով, եղանակը շատ լավն է, շատ հաճելի, տաք, աշնանային, եղանակ է նույնիսկ այսպես թեթև եմ հագնվել, ինչ ասեմ ձեզ, իմ գործերով, շնորհակալ եմ, որ դիտեցիք, շնորհակալ եմ ձեր ջեր մեկնաբանությունների համար, դե ես էլ կաշխատեմ ժամանակ գտնել, վլոգներ անել, ճիշտ է շատ զբաղված եմ, բայց ոչինչ, խոստանում եմ, այսքան այս պահի համար կհանդիպենք, պատվիրել ենք խորոված բանջարեղեն, որի մեջ մտնում է սունկ, լոլիկ, բրոկոլի սոխ, որն ի դեպ ես շատ եմ սիրում, պղպեղներ և դդմիկ ու սմբուկ, մյուսն էլ նախաճաշ էր, թարմ կանաչի, բաստուրմակարակ պանիր, ձու, լավաշ, թակում, այսպես ուսումնասիրենք, նայենք տեսնենք ընկերուս ինչով է զբաղված, մինչև կսկսենք ճաշելը, ահա Մաշտոցի պողոտան, տեսեք ինչ հետաքրքիր բանդեսաշունիկների համար, սուպերմարկետը նման բան էր արել, կեցցե այս խանութի տնօրինությունը, ահա և Մաշտոցի պողոտան, սիրելիներս, այս կողմով որոշեցինք իջնել և այստեղ խանութ կար, խանութներ մի քանի հատ մտանք, բայց չկարողացան նկարել, կարոտը երևանցիներ, ովքեր նայում են հիմա, մի լավ առեք, ահա, այսպես հաճելի զբոսնելով, ներքև եմ գնում դեպի Ռոբերտո, բոլորը նայելով գնում եմ, գներ եմ նայում, ուսումնասիրում եմ, և այսպես արդեն հասա Բալդի, մտնենք Բալդի, տեսնենք այստեղ ինչ մոդելներ կան, տեսեք ժողովուրդ ջան ինչեր են, ինչ արտառոց բաներ են, գներն էլ նորմալ էին, հիմա որ համեմատում եմ արդեն ուրիշ կերպ եմ նայում էլի մեր մոտի գներին, և այս արձանը այսքան տարիներ նույնիսկ ապրել եմ Երևանում, չէի նկատել, որ նման արձան կար, եթե շուտվա էր կամ նոր է գրեք իմանամ, հասա հիմա էլ Ամիրյանի և Մաշտոցի հատվածը ձախ կողմից և այդպես գնում է արդեն Սարյան փողոց, նորից առաջ շարժվեմ և այս անգամ արդեն Ռոբերտո մտա,
Ռոբերտոյում տեսեք ինչպիսի մոդելներ կան, զեղչեր էին միջայլոց, բոլոր խանութներում Մաշտոցի պողոտայի վրա գտնվող զեղչեր էին, շտապեք գնումների, հիմա տուն եմ գնում եմ Արմավիր և անտարբեր չեմ կարող մնալ այս հրաշք պատկերի նկատմամբ, տեսեք ինչքան գեղեցիկ է, քանի գնում եմ, արդեն մայրամուտը ավելի է գեղեցկանում, կրակներ են ժայթքում այդտեղից, ասեք, որ հրաշք է ժողովուրդ ջան, շատ սիրուն է, շատ։ Այս հրավառության մեջ յուրահատուկ է երևում նաև լուսինը, տեսեք ժողովուրդ ջան, այնքան կարմիր էր նարնջագույն, նույն կերպ, որ հիանալ կարելի է, դե ինչ սիրելիներս, այս հրաշք պատկերով տեսարանով ավարտում եմ այսօրվա օրը, կհանդիպենք։ Ողջույն ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, մի քիչ ամաչում եմ այստեղ Հայաստանում, նկարեմ փողոցներով գնալուց, դրա համար լավ չի ստացվում, ձգձգվում է վլոգը, կաշխատեմ նկարել և ավարտել, Ատամնաբուժանից դուրս եկա հենց նոր, վաղ արդեն վերջնական կգամ իմպլանտը կանեմ, մի հատ ատամ ունեի, մի քիչ խնդիր ուներ, դրա համար այսօր արդեն չարեցինք, հենց կողքն է, էլի, մի խոսքով սիրելիներս, ահա որ շոկ եղանակ է, հանել եմ նույնիսկ կուրտկաս, ուրեմն, եթե Երևան նոր պիտի գաք դեռ չեք եկել, ավտոբուսներից օգտվում են բանկային քարտով, տոմսի արժեքը 150 դրամ է, այդպես մի անգամից ֆիքսվում է, հաստատվում է, էլի կպցնում ենք, չնայած մի քիչ ինձ զարմացրեց, երևի սա հատուկ արված է, որ դրսից եկած մարդիկ կարողանան վճարել, բայց կային մարդիկ, որ չէին վճարում, կամ ասենք, եթե հսկիչները մոտենան, դու ինչպես կարող ես ապացուցել, որ դու վճարել ես, չնայած, որ մեկը մտնում էր, ամբողջ ավտոբուս այսպես շրջում նայում էր, տեսնեն, խփում է այդ ապարատին, ապարատը մի ուրիշ տեսակի ձայն է հանում, նշանակում է, որ արդեն ինքը վճարեց, բայց վատը նա էր, որ օրինակ Կիլիկիա ավտոկանից էի բարձրանալու Մոնումենտ, շատ երկար սպասեցի, կես ժամից ավել ավտոբուս չկար, 23:99 պետք է տեղից գային, 23 այդպես էլ չեկավ, կես ժամ հետո 99 եկավ, մի խոսքով ավտոբուսով եկա, էլի, շատ քիչ ուշացա, դե սիրում եմ ժամանակին գալ, այդ ձև, հիմա արդեն իշում եմ գնամ Աբովյանից եկող ավտոբուսը, պետքա վճարես կանխիկ, դրանով իշեմ ներքև, հետո արդեն կմիանամ ձեզ, աղմուկը շատ է արդեն, այստեղ ահավոր աղմուկ է, ահավոր։ Իշնեմ գնամ Մանումենտի կանգառը, ահա տեսեք թե որտեղ եմ գտնվում, Ուրարտու խանութի տարածքում, Զովքը վերև է գտնվում, ահա այստեղ։ Նորից բարև ձեզ ժողովուրդ ջան, բարի երեկո, ժամանակ չի լինում, խոսեցի Երևանում մի քիչ ձեզ հետ, դրանից հետո դեպի կանգառ էի գնում, մեկ էլ իմ Երևանի դպրոցի գոլեգաներից մեկին նայեցի, հաշկերից չէի հավատում, արևային ակրոցները այսպես բարձրացնում եմ, ասում ու երևի որ մտածում եմ ինքնա թե ինքը չի նայռան էր, ասում հա ես եմ, մի խոսքով սիրելիներս բավականին երկար զրուցեցինք, որից հետո էլ արդեն էլի իջնում եմ, Մաշտոցի վրա այ մյուս գոլեգայից հանդիպեցի, նրա հետ արդեն սրճարան գնացինք, նստեցինք, զրուցեցինք, քայլեցինք բավականին, խանութներ բաներ մտա այդ, բայց այստեղ ոնց որ չեն թողնում, որ նկարես, դրա համար աշխատեցի չնկարեմ, պայուսակների խանութը մտա, նայում էի ու բաներ կար, որ կուզենայի ցույց տայի ձեզ, զեղչեր կային ու այդ զեղչերը մեր մոտի գներ էին, բայց դե կողքդ կպած այսպես գալիս են, մի խոսքով,
Այդպես լավ հավեսով պտտվեցի, քայլել եմ բավականին մաշտոցով, հետաքրքիր բաներ եմ նկարել, դուք հիմա կտեսնեք, եւ Կիրովականից հետո գնացի ես Սպիտակ, համոռանում եմ ձեզ ասել, Սպիտակում առանձնապես այդպես տեղեր չգնացի, գործեր շատ ունեի եւ միջև այդ խոստացել էի որոշ մարդկանց որ պիտի հանդիպեմ, դե չեղավ, համ տրամադրությունս այդքան հեն չէր, հետո ժամանակս էր քիչ ու գործեր ունեի, դասավորելու բաներ շատ ունեի, լավ էր, հասցրեցի լրիվ այդ դասավորելու ամեն ինչ կարգավորել եմ, հիմա նույնիսկ մոռացել եմ զանգեմ, որ ինչ եմ անելու դրանց այդ ապրանքների ճակատագիրը ոնց է առնելու։ Հերթը հասավ գրքերի դասավորելուն։ Գտնվում եմ ընկերուս խանութին նկուղում, որտեղ որ պահվել են, ինչ ավելորդ է այսպես դեն եմ նետել այս տոպրակի մեջ, գրքերի տեսակներ եմ դասավորում, որն եմ պահելու, որն եմ նվիրելու եւ որն եմ բերելու արդեն Ֆրանսիա։ Ահա հեղնար աղբյուրը Մկրտիչ Արմենի գնացել էինք, չէ, բայց ուզում եմ ձեզ ասել, ախորժակ բացել, տեսեք, տապակած սիբեղ եմ ուտում։ Տեսնում եք ինչքան մատխաշ է, հայկական, ամեն ինչը համեղ է, հաճարով փլա, բականաչեղենը։ Բնականաբար գերեզմաններից հետո էլ գնացի այդ զինվորների հուշահամալիրը, շատ տխուր էր, դրա համար տենց առանձնապես նկարելու բաներ չկար էլի, ինչ նկարեի, լացուկոտ հուզմունք, շատ հուզվեցի շատ եւ նույնիսկ չճանաչեցի, որ այդտեղ իմ դասղեկական դասանի աշակերտի ծնողներ են, իրենք մոտեցան, խոսեցինք, ասում եմ չեմ ճանաչում, այդքան փոխվել են իրենց մեծ որդին զոհվել էր, մի խոսքով ինչ պիտի լինի, դար դիտվեցինք, լաց եղան, եմ որ ասում եմ մի կուշտ, բայց ուզում եմ ձեզ ցույց տամ մեր նախկին շենքի շքամուտքի մի հատ հարկելի, որ հələ տեսեք թե մեր շքամուտքը ինչ ձևով է շքամուտքի հարթակը եւ ընդհանրապես ինչպիսին է մինչ այսօր։ Գրեք Իվանամ, էլում շքամուտքն է նման ձևով դասավորված, վարագույրներով, մաքուր, սիրուն։ Դե մանր-մունր բաներ եմ անում, հիմա ատամներից հարցը այսօր մի քիչ պլոմբելու կար, հետո հիշում եք սեպտեմբերին, որ այստեղ սոսնձել էր մեկ ուրիշը, դե լավ չէր արել էլի, ոչ թե լավ թուլոտ էր արել, հիմա եկա արդեն հանել է կմաքրի, այստեղ դատարկ է փաստորեն, վաղ իմպլանտ կդնեմ այստեղ, այդ մեկը արմատը կհանեն ու անմիջապես կդնեն, հետո մի քանի օր հետո երևի կգնամ կստուգեմ տեսնեմ ինչ վիճակի մեջ եմ։ Սա էլ այսքանը ընկերուներիս հետ լավ զրուցեցինք, հիշեցինք, տարբեր թեմաներից հավեսով, այդպես հիմա էլ արդեն տուն եմ մտել, արմավիրում եմ աղջկանս տանը, բայց գլուխս այնքան հոգնած է, ամբողջ օրը տրանսպորտում էլի, դրա համար ես որ Հայաստանից գնում եմ, ես հանգստացած չեմ գնում, ես շատ եմ օգնում, տաքսիով ավտոկայանից տաքսի կամ մարշրուտնի ձև են կոչվում, հասնում եմ Կիլիկի ավտոկայան, այնտեղից տրանսպորտ եմ նստում։ Հա, իդեպ, որ ասեցի իմ խոսքի մեջ գոնե նշվեր, իրոք կարելի էր նշվել, ասենք, ոչ քաղաքի բնակիչները անտեղյակ են, բայց հետո ես տեսա ընկերուս մոտ, որ ծրագիր կա հատուկ իրենք քաշում են եւ այդ ծրագրով ցույց է տալիս, թե որ համարի ավտոբուսը երբ է մոտենում կանգ առին, դա էլ է շատ լավ էր, որ ավտոբուսի այդ տեղերը չկային, բայց ծայրամասերում, որտեղ որ սարքեր չկան, լուսանկարող կամ ինչ-որ ոստիկաններ չկան, խախտումներ մի քիչ անում էին մեքենաները, գալիս էին ու ավտոբուսի տեղը կանգնում, բայց դե լավ էր, իրոք այդ առումով, բայց վատը նա էր, որ խցանումները, ահա, որ շատ են խցանումները, անցած անգամ էլ ասեցի, հատկապես այդ Իսակովի վրա, հիմա հետ եկանք ուղիղ 40 րոպե տևեց, մշտապես այդքան է, Արմավիր Երևանն այդ ժամանակահատվածը, բայց գնալուց ժամը տևում, երբեմն ավել, այդ ձև խցանումներ են, էլ չասեմ, որ քաղաքի մեջի խցանումները անդադ կանգ ես առում, մի խոսքով սիրելիներս տենց հավեսով, մաշտոցով, քայլելով, պտտվելով, նայելով, հա, նույնիսկ Grand Candy մտա, պոնչիկ էլ երկու հատ կերյա, այնտեղ սուրճ էլ որ խմել ենք էլի,
դուրս չի գալի քաղցրը, բայց ոնց որ ուրիշ բան չկա, էլի, ասենք անցած անգամ կերանք, հետո սուրճ խմեցինք, իսկ այս անգամ ընկերուս չուզեց ուտել, ու որոշեցինք սուրճ խմել քաղցրով։ Նախորդ տարին ես Season Park-ը ձեզ նկարել եմ եւ ցույց եմ տվել, եւ հիմա այս հատվածում եմ, այստեղ հենց այս տարածքում հանդիպեցի ընկերուհուս, կոլեգայիս ավելի ճիշտ նաև, այդպես դպրոցի կոլեգաս է, եւ այս սրճարաններն ենք առաջ գնում, տեսնենք որտեղ ենք նստելու, այդ Զեյթունան անծանոթ էր եւ որոշեցինք Garden-ը մտնել։ Տոցի վրա Garden-ն այդ սրճարանում նստեցինք, սկզբում դիմացը նստեցինք Զեյթուններ, ինչեր այդտեղ չոր էր, կոշտ էր, հարմար չէր, հետո լրիվ արևելյան տեսականի էր, որ չէինք սիրում ու բաներ էլ կար անծանոթ էր, թխվածքի տեսակներ, նկարով էլ ձգող չէր, հրապուրիչ չէր, էլի։ Դրա համար գնացինք այնտեղ բրաունի վերցրեցինք, պաղպաղակով մատուցեցի եւ բրաունի մեջ ընկույզներ էին լցրել, իրոք համեղ էր։ Կերա դե սուրճի հետ, բայց որ ասեմ այսպես սիրահարեի չէ, մեղրովն էլ էր, դե փորձեցինք շատ համով, մեղրով ու բրաունի էինք վերցրել։ Դրանից հետո էլ դե պատկերացրեք, պոնչիկ, հիմա տունեմ եկի աղջիկս ասում, բա հատ չես ուտում, ասում եմ, չէ, հետո կուտեմ։ Արդեն այդքան կուշտ էի, հետն է տրանսպորտով եկել եմ, սենց գլուխս արդեն լավ չի։ Այդտեղից Կիլիկիայից բարձրացել եմ Մոնումենտ, դե պատկերացրեք, Մոնումենտից նույն ձևով եկել հասել եմ այստեղ։ Ճանապարհին Արարատ լեռը դուք տեսակ, չէ, հիմա ձեզ հետ խոսում եմ, հեռվից շատ լավ երևում է, խոսքս ավարտ եմ, ինձ թվում էլ բաներ չկա, էլի հիմնականում սա էր սիրելիներս, վազքի մեջ եմ, պետք է հանդիպում ունենամ, կարևոր հանդիպումներ ունեմ, գոնե հասցնեմ, էլի, մեկը հիշում եք հորաքրոջս, որ փնտրում էի գտել եմ, հիմա Երևանում է, անպայման իրեն եմ տեսնելու, իսկ մյուսը անակնկալ հանդիպում է, որ բոլորը ճանաչում եք, իհարկե եթե հարմարացնենք իրար հետ ժամեր, էլի, այդ բանակցություններն է գնում, որ հարմար ժամ ընտրենք, կարճ ասած դա առանձին տեսանյութ կլինի, իսկ սա այս ձևով թող ավարտվի, շատ շոկ է, եղանակները տաք է, լավ են, նույնիսկ այսպես է շոկ, վաղվանից իբր պիտի ցրտի, բայց դե ինչ ցրտի, այստեղի ցուրտը որն է։ Դե ինչ սիրելիներս, այսքանով ավարտում եմ իմ տեսանյութը, մի քիչ խառը, մի քիչ լարված, մի քիչ զբաղված տեսանյութ ստացվեց, բայց ոչինչ, դեռ անակնկալներ ունեք, ատամներիս հարցը լուծեմ ու արդեն հանգիստ անցնեմ վլոգներ անելուն։ Դե սիրելիներս, այսօրվա համար այսքանը, շնորհակալ եմ, որ դիտում եք, ապրեք, առողջ եղեք, լավ եղեք, լավ մնացեք ինձ հետ, հանդիպման վայրը փոխել չի լինի, YouTube, Franz Vitaysa vlog, ալիքում կհանդիպենք, առայժմ, պաչկներից ես, Արարատ սարը ցույց եմ տալիս մայրամուտը, դե արդեն դուք տեսակ երեկվա մայրամուտը շքեղ էր, հիմա էլ տեսեք այս պահին, ու ավարտեցի իրոք այս փոքրիկ տեսանյութը։ Եկեք մի հատ էլ ախորժակ բացեմ, Շուշան է տապակած, իդեպ երկու աղցաններն էլ յուղով ու արդար կարակով էր տապակած, արտակարգ էր, կանգառում եմ, սպասում եմ գա ավտոբուսը գնամ Կիլիկի ավտոկայան եւ այս հատվածը ձեզ համար նորից նկարեցի, այս տարածքի մարդկանց կարոտը թող փարատվի, ահա սիրելիներս, տեսեք ինչքան պայծառ գույներ են, լրիվ օդը տաք, կարծես թե ամառ լինի, արդեն նստեցի ես իմ երթուղային տաքսին եւ շտապում եմ դեպի Արմավիր, տեսեք ինձ սիրուն ու լավ է երևում Մասիսները, քանի որ անպամացություն չկա, արևա ծակի հետ ուրիշ ձևով էր առավոտյան որ գնում էի շուտ, իսկ հիմա մայրամուտին ավելի գեղեցիկ է, չգիտեմ, մայրամուտը ավելի է գեղեցկացնում շուրջը, այդ կարմիրը, նարնջագույնը, արդեն տանից եմ ձեզ ցույց տալիս սարերը սիրելիներս եւ արդեն հենց սրանով էլ ավարտում եմ տեսանյութը, բոլորից սպասում եմ հաջորդ տեսանյութում։